Առաջին եթերում հարցազրույցն է, բարև ձեզ։ Այս օրերին ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության նիստը, որ տեղի է ունեցել Ստրասբուրգում փետրվարի 5-ից 6-ը։ Ինչպես գիտեք, այդ նիստում պետք է համատեղ հայտարարություն ստորագրվեր, այդ հայտարարությունը չի ստորագրվել։ Ինչն է պատճառը, հենց այսօր երևանյան քննարկումներում սա էլ եղել է հիմնական խնդիրը։ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսկապես այսօր մեկնաբանությունների պակաս չէր զգացվում նշված թեմայի առնչությամբ, բայց ես առանձնացրեցի այս ձևակերպումը, հայտարարության ստորագրումը տապալվել է։ Մի քիչ խիստ չի բնորոշումը։ Դեք, իրականությունն այն է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իսկապես կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ։ Ես ձեռնպա կմնայի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Ստրասբուրգյան աշխատանքները որակել իբրև ձախողված կամ տապալված։ Իդեպ պետք է նշեմ, որ նույն կարծիքը կիսում է նաև Եվրախորհրդարանի իմ գործընկերը, այսինքն Եվրախորհրդարանական պատվիրակության ղեկավարը, ասել, որ սա ամենաարդյունավետ ելքն էր, դա իհարկե կլինի չափազանցություն, որովհետև սովորաբար քննարկվող օրակարգային հարցերի շուրջ վերջում կողմերի տեսակետների համադրմամբ ստորագրվում է, այսինքն ընդունվում է համատեղ հայտարարության տեքստ, որ այս տարի մենք չունեցանք ինչ-ինչ ուրեմն անհամաձայնությունների պատճառով, բայց մյուս կողմից պետք է ի նկատի ունենանք, որ սա զուտ աշխատանքային նորմալ ընթացակարգ է եւ նման նախադեպեր կան տարբեր երկրների հետ, ինչպես շատերը այսօր փորձում են առանձնացնել Ադրբեջանի պարագան, դա այդպես չէ, նաեւ տարբեր այլ երկրների հետ եղել են դեպքեր, երբ Եվրախորհրդարանական համապատասխան հանձնաժողովը չի կարողացել գալ բանաձևի շուրջ ընդհանուր համաձայնության, այսինքն այլ Վրաստանի։ Հերոստատիտողի համար պարզ լինի, ինչի մասին եմ խոսում, պիտի շատ կարճ ասենք, թե ինչը չի ստորագրվել եւ որն է եղել չստորագրման պատճառը։ Ես շատ համառոտ ներկայացնում։ Նախ սկսեմ այնտեղից, որ եւ Ստրասբուրգում դրա մասին բարձրաձայն ասվել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքների հիման վրա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակական եւ խորը նոր հարթություն տեղափոխելու իր քաղաքական հանձնառությանը, որ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի հետ համագործակցությունը դիտում է որպես արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը։ Սա որպես քաղաքական հստակ դիրքորոշում, որի մասին այնտեղ եւս արտահայտվել է։ Մյուս կողմից բնական է, որ հատկապես Մաքսային միության անդամակցության որոշումից հետո առաջացել են որոշակի հարցադրումներ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը հանուն ճշմարտության եւ այդ հանգամանքը եւս հանգամանորեն փոխանցվել է Եվրախորհրդանի մեր գործընկերներին, ներողություն, մշտապես հրապարակայնորեն հայտարարել է, որ ունի բացառիկ ռազմավարական դաշնակցային համագործակցություն եւ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, երբևէ չի բացառել իր ներգրավվածությունը այդ ինտեգրացիոն գործընթացներում կապված Մաքսային միության հետ եւ տեղի ունեցել հայտնի որոշումը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այսօր է շարունակում է հավատարիմ մնալ այդ ինտեգրացիոն գործընթացները ոչ թե հակադրելու եղանակին, այլ փորձելու գտնել այն հնարավոր նոր իրավական ձևաչափը, որը կարող է հիմք հանդիսանալ Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության համար։ Այստեղ պետք է իրապես նկատի ունենալ, որ 95-ին ստորագրված 96-ին եւ 99-ին ուժի մեջ մտած գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիրը ժամկետ անց է, այսպես ասած, եւ անհրաժեշտություն կա երկուստեք փնտրելու գտնելու այն նոր հիմքը, բազան, որի հիման վրա Հայաստան-ԵՄ հարաբերությունները ապագայում պետք է առաջ ընթանան։ Ավելի կարևոր է արձանագրել այն հանգամանքը, որ Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը, պաշտոնական Բրյուսելի, որը արտահայտվել է տարբեր առիթներով եւ Քեթրին Էշտոնի, եւ Շտեֆան Ֆյուլեի, եւ այլոց մակարդակով, այն է, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունը կապված արտաքին քաղաքական որոշումների հետ, եւ որ այո, համաձայն է Հայաստանի Հանրապետության հետ, որ պետք է առավելագույնս խորացնել երկկողմ հարաբերությունները։ Առաջին դեպքն է, երբ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական համագործակցությունն առանց հայտարարության ավարտվում։ Այո, դա առաջին դեպքն է, եւ
ընդհանուր փաստաթուղթ չունենալու եւ այսպես ձևակերպեմ անհամաձայնությունները վերաբերել են որքան էլ տարօրինակ թվա ստեղծված իրավիճակում ոչ թե փաստաթղթի այն հատվածին, որը վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին նախորդ տարվա գնահատականին եւ ապագա հեռանկարներին, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ուրեմն բանաձևի տեքստային տարբերակի վերաբերյալ են եղել անհամաձայնությունները։ Բարձ ասենք, մեզ ոչ ձեռնտու ձևակերպումներ։ Գիտեք, իմ խորին համոզմամբ իրավիճակը այսպիսին էր, ես կարող եմ շատ համառոտ ներկայացնել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդանի մեր հարգարժան գործընկերները մեզ ներկայացրել են առաջարկության տարբերակ։ Հայկական պատվիրակությունը աշխատելով այդ նախագծի վրա, ինչպես աշխատակարգն է ենթադրում, մեր գործընկերներին փոխանցել ենք, այսպես ասենք, առաջարկությունների մեր տարբերակը։ Պետք է ի նկատի ունենալ, որ այդ համատեղ փաստաթուղթ կոչված ըստ էության դա համատեղ հայտարարություն է իրավահավասար երկու սուբյեկտների կողմից՝ Հայաստանի Հանրապետության իդեմս ազգային ժողովի եւ Եվրամիության իդեմս Եվրախորհրդարանի։ Ներկայացրել ենք մեր առաջարկությունը, բայց Ստրասբուրգում եղել է մոտավորապես հետեւյալ խոսակցությունը, որ սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մեր ձևակերպումներն են եւ մեր հարցադրմանը ի պատասխան թե արդյոք կա հնարավորություն քննարկելու եւ գալու փոխընդունելի ձևակերպումների, ցավոք սրտի ուրեմն պատասխանը եղել է մերժողական, ինչը ինձ համար ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ անհասկանալի, որովհետեւ եղել է իմ կողմից մոտավորապես հետեւյալ փաստարկը. այդ ինչ է փոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին 1 տարում, որ մեր 2012 թվականին ունեցած X ձևակերպումներից, որը արտացոլում է իրականությունը, նպաստում է իսկապես խնդրի խաղաղ կարգավորմանը եւ այլն, մենք հանգում ենք նման հետևությունների։ Ցավոք պետք է արձանագրեմ, որ որևէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացվել։ Մասնավորապես, ինչու՞մն է կայանում խնդիրը։ Հայկական կողմի առաջարկությունների մեջ եղել է հստակ ձևակերպված հանգամանքը, որ խնդիրը պետք է կարգավորվի տևական եւ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա, հատկապես 3 հայտնի սկզբունքների. ժողովուրդների իրավավասարության եւ ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման, բացառման եւ դրա կիրառման անթույլատրելիության եւ պետությունների տարածքային ամբողջականության։ Մի բան, որ այսպես ձևակերպենք, միջազգային հանրությունը իդեմս ԵԱԿ Մինսկի խմբի աջակցում է եւ բանակցությունները ընթանում են հենց այդ օրակարգով, որը մեր Եվրախորհրդարանի գործընկերների կողմից ցավոք համարվել է ոչ ընդունելի եւ որևէ հակափաստարկ, բովանդակային հակափաստարկ այդ առումով չի բերվել։ Հայտարարությունը չստորագրելու որոշումը դուք եք կայացրել։ Տեսեք, ընթացակարգը այսպիսին է, որ համատեղ հայտարարությունը ընդունվում է երկու պատվիրակությունների կողմից առանձին վերցրած անհրաժեշտության դեպքում, եթե կա քվեարկության անհրաժեշտություն ձայների մեծամասնությամբ եւ եթե երկու պատվիրակությունները մեծամասնությամբ աջակցում են այդ ուրեմն բանաձևին, դա համարվում է ինքնին ընդունված։ Խնդիրն այն էր, որ ինձ համար էր կրկին անհասկանալի պատճառներով աշխատանքները մեր ընթացան այնպիսի ռեժիմով, որ ոչ միայն մեր հարգարժան շատ գործընկերներ մեր հայկական պատվիրակությունի չունեցան հնարավորություն ելույթ ունենալու նախապես ծրագրավորված օրակարգային հարցերի շուրջ, այլ նաև վերջում եզրափակիչ հայտարարության տեքստի բանակցման վերաբերյալ ընդամենը մենք ունենք 20-25 րոպե կամ գուցե 30-35 րոպե ժամանակ, որը ակնհայտորեն բավարար չէր։ Ստեղծված իրավիճակում իմ կողմից եղել է առաջարկություն նիստը վարողի իմ գործընկերոջը վերցնելու ընդմիջում խորհրդակցելու պատվիրակություններ շրջան, որը ցավոք սրտի ժամանակային սղությամբ պայմանավորված մերժվել է, եւ այո, նման իրավիճակում ես վերցրել եմ քաղաքական պատասխանատվություն եւ կրում եմ այդ պատասխանատվությունը, համարելով, որ այն տարբերակը, ինչ առաջարկվել է Եվրախորհրդարանի մեր գործընկերների կողմից, չի ներառում Հայաստանի Հանրապետության շահերը։ Ստեղ տեսեք, կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, կարող են ասել, դա չի հակասում Հայաստանի Հանրապետության շահերից։ Ես հարգանքով եմ մոտեցում անգամ նման տեսակետին, բայց կրկին համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության անունից արվող որևէ հայտարարություն ոչ թե չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության շահերին, առավելապես նման կարևորության խնդրի պարագայում, այլ ընդհակառակը պետք է ներառի Հայաստանի Հանրապետության շահերը, որովհետև այդ փաստաթուղթը որքան Եվրախորհրդարանի անունից է, նույնքան
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անունից։ Մի հետաքրքիր կարծիք այստեղ։ Դուք այդ որոշումը կայացրել եք ռուսական միջամտության արդյունքում։ Գիտեք, Հանդիպել եք մամուլում ամենատարբեր մեկնաբանություններ այս օրերի ընթացքում հնչել են նաև խորհրդարանական իմ որոշ գործընկերների կողմից, դա ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ դա նաև իրականությանը, որի ականատեսն են եղել մեր բոլոր գործընկերները, բաց այդ խեղաթյուրում է, ավելի լավ է, որ ինձ չեն մեղադրում այլ մոլորակայինների օրինակ կողմից ուղղորդված լինելու մեջ։ Նույնքան անհիմն է, որքան նշված հանգամանք։ Եվրոպացի պատգամավորների չհասկացվածության միտումը որ հենքից է բխում։ Տեսեք, առաջին հետևություններից մեկը նվեր, որ պետք է անել հետևյալն է։ Իսկապես Եվրոպական խորհրդարանում, որ ազատ քաղաքական ամբիոն է, խորհրդարանականները, գիտեք, շատ ավելի ազատ են իրենց արտահայտություններում եւ այլն, կա չհասկացվածություն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վերջին որոշումների կապակցությամբ։ Եվ մեր Ստրասբուրգյան քննարկումները նաև ԱՖԵՏ-ում արտաքին հարցերով հանձնաժողովում ցույց տվեցին, որ իսկապես կա չհասկացվածություն։ Մյուս կողմից հանուն ճշմարտության պետք է նշել, որ կա ոչ միայն չհասկացվածություն, այլ նաև կա ոչ խոսքը բոլորին իհարկե չի վերաբերում, խոսքը վերաբերում որոշ պատգամավորների, որտեղ շատ սխալ է բոլորի անունից խոսել։ Այնտեղ կային պատգամավորներ, օրինակ Ավստրիան ներկայացնող Շտադլերը, Եվրախորհրդարանական, որը նույն տեքստի հետ կապված ասում էր բացահայտորեն ես աջակցում եմ հայկական կողմի ձևակերպումները, որովհետև դա համապատասխանում է իրականությանը եւ օգնում է խնդրի շուրջ ճիշտ ուրեմն մթնոլորտի ապահովմանը։ Այսինքն նման չհասկացվածություն կա եւ հիմա մեր անելիքը հետեւյալն է, որ պետք է մեծ եւ շատ լուրջ աշխատանք տանել, որպեսզի Եվրախորհրդարանի մեր այն գործընկերները, որոնք ինչպես իրենք են ձևակերպում, չեն հասկանում ինչ տեղի ունեցավ եւ ինչու տեղի ունեցավ, հնարավորինս փաստարկված եւ ամբողջական ներկայացվի։ Բայց մյուս կողմից նաեւ պետք է խնդրեմ եւ ես դա փոխանցել եմ իմ գործընկերներին, իրենց կողմից եւս անհրաժեշտ է լինի պատրաստակամություն լսելու փաստարկներ, բերելու հակափաստարկներ եւ ներգրավելու երկխոսության մեջ։ Առանձին դեպքերում վերցրած, առանձին Եվրախորհրդարանականների մասին է խոսը, ես տեսա, որ կան կարող են մարդիկ, ովքեր պատրաստ չեն նույնիսկ երկխոսության։ Իսկ դա ըստ էության չի տանում որևէ ճշմարիտ եւ ճիշտ հանգրվանի։ Եվ մենք պետք է հիմա իմ կարծիքով նայենք առաջ, փորձենք հասկանալ, որ ձևաչափով ինչ գործ անելու անհրաժեշտություն կա, որովհետեւ Եվրամիության հետ համագործակցությունը իսկապես կարևորություն է արտաքին քաղաքական Հայաստանի համար, նույնիսկ դա հասկանալի է դատաիրավական բարեփոխումների, քաղաքական բարեփոխումների, մարդու իրավունքների, բոլոր ոլորտների հետ կապված։ Արագորեն հնարավորինս հստակ ճշգրտելու համագործակցության մեր շրջանակները, ձևակերպելու իրավական հիմքը եւ առաջ ընթանալու։ Ես վստահ եմ, որ որոշակի նաեւ համբերատարություն է պահանջվում հասկանալիորեն հայկական կողմից։ Ընդհանրապես երկու կողմերից էլ, մինչև իրավիճակը առավել կբյուրեղանա, կհստականա։ Գանք այստեղից հետևյալ եզրակացության, որ արևելյան գործընկերությունում առհասարակ նոր մթնոլորտ է։ Իմ պատկերացմամբ այո դա այդպես է եւ նույն Եվրահանձնաժողովի եւ խորհրդի կողմից նախաձեռնված այսպես ասած եվրոպական նոր փաթեթը ըստ էության կոչված է արևելյան գործընկերության վերաիմաստավորմանը եւ շատ կարեւոր է այստեղ արձանագրել մի հանգամանք եւս, որ եթե կա այսօրվա իրավիճակով ինչ որ չհասկացվածություն, ես լիազորված եմ խոսելու խորհրդարանական ձևաչափի մասին, ապա այնպես չի, որ այդ չհասկացվածությունը միակողմանի է։ Ես ասել եմ, եկեք լինենք անկեղծ, կա նաև փոխադարձ չհասկացվածություն։ Օրինակ շատ հայ գործընկերներ իրավամբ հնչեցնում են հետևյալ կարծիքը։ Այդ ինչու Եվրոպայի միությունը, իհարկե սա post factum է ստացվում, բայց դասեր քաղելու տեսանկյունից կարևոր։ Ինչու Եվրամիությունը օրինակ բավարար ճնշում չգործադրեց Հայաստան-Թուրքիա արձանագրային գործընթացի ժամանակ Թուրքիայի վրա բացելու հասնելու միակողմանիորեն փակված սահմանի բացմանը։ Չէ՞ որ դա ըստ էության սահման է Եվրամիության մաքսային միության հետ։ Այսինքն հանձնառությունը, նվիրվածությունը Հայաստան-Եվրամիություն օրակարգին ենթադրում է այս իրավիճակում ճիշտ հետևություններ անել եւ դրսեւորել կամք առաջ ընթանալու համար։ Չհասկացվածությունը իհարկե վերաբերմունք չէ, բայց այն ինչ անում են եվրոպացի որոշ պատգամավորներ, դա նաև վերաբերմունքի դրսևորում է։
Գիտեք, վերաբերմունք է, բայց ես ուզում եմ շատ հստակ լինել ինձ համար, որպես պատվիրակության ղեկավար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես արտահայտվել եմ նաև Ստրասբուրգում, անընդունելի։ Եթե որևէ մեկը ունի որոշակի չհասկացվածություն, նեղացվածություն, կարող է դա լինել, ասենք, 10-ից 5 կամ 10-ից 4, էական չի։ Դրա արտահայտման լավագույն տարբերակը հաստատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող եւ խաղաղ բանակցային գործընթացին որևէ կերպ չնպաստող, եթե չասեմ էապես վնասող ձևակերպումները առաջ տանելու, այսպես ձևակերպենք, մարտավարությունը չէ, վստահաբար։ Եվ հաջորդը բուն տեքստերի, որը նախկինում երբևէ չի եղել։ Նախկինում, տեսեք ինչպես է, նախկինում իհարկե միշտ շատ բարդ են ընթացել բանակցային այդ փուլը տեքստի վերաբերյալ, հատկապես Լեռնային Ղարաբաղի, բայց ի տարբերություն այս նիստի նախկինում եղել է փոխադարձ, այսինքն իրենց կողմից պատրաստակամություն գնալու բանակցային ճանապարհով քննարկումների, գալու ընդհանուր փոխընդունելի եզրակացության եւ ձևակերպումների, որ մենք միշտ արել ենք։ Բայց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որպես մոտեցում կողմերից որևէ մեկի պարագայում առաջարկել որևէ տեքստ եւ ասել, որ մենք չենք կարող այս տեքստից դուրս որևէ ուրեմն ձևակերպումների շուրջ գալ համաձայնության, դա բնականաբար ավելորդ է ասել ինձ համար անընդունելի մոտեցում է եւ որևէ կերպ չփաստարկված, որովհետեւ պետք է հետո նվեջան փաստարկներ բերել, չէ՞, ենթադրենք մենք առաջարկում ենք, ասում ենք հղում անելով այս 3 սկզբունքներին, մենք վերահաստատում ենք ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ ԵՄ-ն աջակցում է բանակցային գործընթացին։ Դրանով իսկ մենք նպաստում ենք։ Մի նրբերանգ, այստեղ կարծես թե եվրոպական կողմից, եվրոպացի պատգամավորների կողմից նկատվում է հակամարտող կողմերին նույնացնելու միտում եւ ցանկություն։ Հենց դա է, եւ վերաբերմունքը կարծես թե դեպի այդ կողմն է ասիագրված։ Գիտեք, ճիշտ է նկատառումը։ Իրականությունը հետեւյալն է։ Իմ խորին համոզմամբ ստեղծված իրավիճակում Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկել առանձին հարթության վրա։ Պարզապես մենք լինելով խորհրդարանական ձևաչափում քննարկում ենք նաև արտաքին քաղաքական այլ խնդիրներ, ուստի եւ պարտադրված ենք դրանց վերաբերյալ գալու, բանակցելու ընդհանուր ուրեմն համաձայնության։ Հավասարության նշան դնել կողմերի միջև իմ խորին համոզմամբ դա նպաստում է հակամարտության չկարգավորմանը։ Եվրախորհրդանի մեր շատ գործընկերներ օրինակ բարձրացնում են հետեւյալ հարցը։ Ասում են Գիտեք, մենք 20 տարի է նույն բանը ասում ենք, մեր աջակցությունը հայտնում ենք եւ այլն, բայց սա էլ տեղի չի շարժվում, եւ որ դրա պատճառը այն է, որ օրինակ, տեսակետ է, որ Ֆրանսիան հանդես է գալիս համանախագահող երկրի դերում, մինչդեռ Եվրամիությունը պետք է լինի որպես ներգրաված միջնորդ երկիր, որին ի պատասխան բնականաբար հնչում է մեր տեսակետը։ Ուրեմն Ադրբեջանի ապակառուցողական ամբողջ մոտեցումները հակվածության իսպառ բացակայությունը հասնելու փոխզիջումների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը չենք դիտարկում որպես առաջնային գործոն եւ հանկարծ մենք հիշում ենք կամ եվրախորհրդարանականները որ դա ձևաչափի խնդիր է նման մոտեցումը ըստ էության իմ կարծիքով ոչ միտեղ չտանող ճանապարհ է եւ բարեբախտաբար Եվրամիության պաշտոնական գնահատականը տեսակետը էականորեն տարբերվում է դրանից խորհրդարանականները այո կարող են նաեւ նման առաջարկություններով հանդես գալ Երևի այստեղ դեր է կատարում նաեւ այն հանգամանքը որ եվրոպացիներն են պատրաստում ընտրությունների եւ նրանցից շատերը նորի խորհրդարանում այլևս չեն լինի Բնականաբար մայիսին սպասվում են Եվրախորհրդարանի ընտրություններ, որից հետո պետք է ձևավորվի խորհրդարանական Եվրախորհրդարանի նոր պատվիրակությունը եւ ես չգիտեմ գործող անդամներից քանիսը կլինեն կվերընտրվեն նոր խորհրդարանում կամ կլինեն մեր հանձնաժողովի կազմում, բայց դա կարեւոր չի, կարեւորը մեկ ուրիշ հանգամանք է, որ ես երբեք չէի ուզենա եւ ամբողջ պատվիրակության գործունեությունը միտված է եղել մինչեւ վերջին րոպեն գտնելու փոխընդունելի իսկապես երկու կողմերի շահերը ներառող ձևակերպումների բայց կրկնում եմ Ղարաբաղի շուրջ տվյալ ձևակերպումները դրանք չեն արտացոլում իրականությունը եւ չեն ներառում Հայաստանի Հանրապետության շահերը Ձեր ասացի առնչության պատվիրակության ներսում որևէ տարակարծություն չի եղել Եկեք պատվիրակության ներսում խոշոր հաշվով պատվիրակության ներսում տարակարծություն չի եղել մեկ հարցում որ պետք է բնականաբար ամեն ինչ անել որպիսի ընդունվող փաստաթուղթը եւ մենք այդ ուղղությամբ մեծ եւ ծավալուն աշխատանք ենք կատարել առավելագույնս արձանագրի ամփոփի Հայաստանի Հանրապետության շահերը Հայաստանյան մեկնաբանությունները այդ մասին չեն վկայում
Եթե տարակարծություններին մենք անդրադառնանք, դա եղել է իմ խորին համոզմամբ երկու իսկապես հարգանքի արժանի տեսակետների շուրջ։ Տեսակետ համար առաջին, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը ցանկալի է, որ խորհրդարանական ձևաչափով ԵՄ-ի հետ Եվրախորհրդարանի վերջում ունենա ստորագրված ինչ-որ մի փաստաթուղթ, որտեղ այո, կարող են լինել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ, որոնք չնայած իրենց կարծիքն եմ, փոխանցում, լավագույն կերպով չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության շահերը, բայց իրենց տեսակետով չեն էլ վնասում, ուստի եւ կարելի է գնալ ենթադրենք այդ ճանապարհով փաստաթղթի ստորագրմանը եւ երկրորդ տեսակետը, որ ստեղծված իրավիճակում իսկապես շատ ցանկալի է հասնել համատեղ հայտարարության տեքստի ընդունմանը եւ որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասով տեքստի ամենամեծ գլուխը հենց դա է, մենք կարողացանք գալ ընդհանուր հայտարարի, բայց չի էլ կարելի մյուս կողմից չօգտագործել հնարավորությունը, ինչպես մենք դա արել ենք միշտ նախորդ բոլոր տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձևակերպումներում ունենալու ձևակերպումներ, որոնք արտահայտում են իրականությունը, ներառում են Հայաստանի Հանրապետության շահերը։ Իմ մտահոգությունը եղել է նաև հետևյալը, որևէ մեկը չի կարող ասել, ինչ նախադեպային նշանակություն կարող է ունենալ ենթադրենք իրավիճակը, երբ ըստ էության Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անունից կարող է լինել ձևակերպումներ, թեկուզ եւ համատեղ հայտարարության կոնտեքստում, որտեղ ենթադրենք հղում չկա մեզ համար կարևոր այն միջազգային իրավական աղբյուրներին, որոնցով մենք ամրագրում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ ասուլիսի ընթացքում նվեր ես ասել եմ, հիմա էլ օգտվելով առիթից ցանկանում եմ կրկնել։ Արտաքին հարաբերությունները, արտաքին քաղաքականությունը եւ դիվանագիտությունը դա զբաղմունք է, մասնագիտություն է խոշոր հաշվով մանրուքների մասին։ Եվ շատ ավելի կարևոր է երբեմն այն, թե ոչ թե այնինչ գրված է տեքստում, այլ այնինչ գրված չէ։ Շատ ավելի կարևոր է որոշ դեպքերում ոչ թե այնինչ գրված է եւ երևում է տողերում, այլ ինչ ընկալվում եւ կարող է մեկնաբանվել տողատակերով։ Ավարտում ենք։ Կխնդրեի շատ կարճ։ Այսպեսով, ինչ է ենթադրում փաստաթղթի չստորագրելը։ Ես կրկնեմ իմ տեսակետը, իրականության հետ որևէ աղերս չունի պնդումը, որ սա սկանդալային էր, որ սա ձախողված էր, սա զուտ աշխատանքային առումով, իմ կարծիքով ինչ-որ առումով նաև ստեղծված իրավիճակին արտացոլումներից մեկն էր, ես դա այդպես եմ համարում, ըստ էության նշանակում է հետևյալը, որ Եվրախորհրդարանի նոր ձևավորվելիք արդեն ընտրություններից հետո հանձնաժողովի հետ, մենք պետք է ձգտենք դասեր քաղելով, հարգելով փոխադարձաբար միմյանց մոտեցումները, ապացուցելու մեր իրական հանձնառությունը Հայաստան-Եվրամիություն օրակարգին, օգնելու նաև իշխանության գործադիր մարմիններին երկուստեք, գտնելու իրավական այն հենքը, որի հիման վրա մենք պետք է կառուցենք ապագայում մեր հարաբերությունները եւ որոշելու այդ հարաբերությունների խորությունը։ Իհարկե, կրկնում եմ, սա ամենաարդյունավետ ելքը չէր, բայց դա բացարձակ չի նշանակում, որ դա սկանդալային էր, ձախողված էր եւ սովորական աշխատանքային գործընթաց է։ Նույն Վրաստանի հետ, որ Եմեն ունի փայլուն հարաբերություններ, տարածքային խնդիրների հետ կապված եղել են դեպքեր, երբ ընդհանուր ձևակերպումներ չեն գտել։ Ուրիշ օրինակներ չեմ ցանկանում։ Շնորհակալություն։ Այսքանը արտազրույցն է եթերում։ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Սամվել Վարմանյան։ Հաջողություն։